Ձյուն, Վայոց ձորի և Սյունիքի մարզում միջին ինտենսիվության մնացած գոտիներում թույլ։ Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում մյուս շրջաններում կդադարեն, վաղը ցերեկը, այսինքն դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը, այսպիսով դեկտեմբերի 31-ի հետկեսօրյա ժամերից հունվարի 1-ին, հունվարի 2-ին մինչև կեսօր Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք շարունակվեն հունվարի 1-ին, հունվարի 2-ի գիշերը և հունվարի 2-ի առավոտյան ժամերին, հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց ձորում և Սյունիքում, հունվարի 3-ից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն և դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հիմա ինչ սպասենք առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում։ Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կրկին զգալի կնվազի, մոտ 5-ից 7 աստիճանով այսօրվա համեմատ, հունվարի 31-ից մեկ նկատ ժամանակահատվածում 8-ից 10 աստիճանով կբարձրանա, որովհետև և ունենք հարավ-արևմտյան ցիկլոն և անպամատություն և տեղումներ դրանով պայմանավորված։ Բայց հունվարի 3-ից սկսած, երբ եղանակը կպարզի հանրապետությունում կհաստատվի անտիցիկլոնային դաշտ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-ից 10 աստիճանով և հատկապես լեռնային շրջաններում արդեն կարձանագրենք բավականին ցածր ջերմաստիճաններ, որոնք արդեն ներկայացրեցի։ Սրտահարությունների վտանգ չենք տեսնում, մենք վերջին ձյունը մեզ փրկեց սրտահարությունների վտանգից, որովհետև մինչև այս ձյան տեղումները հանրապետության նույնիսկ լեռնային մարզերում, նույնիսկ Աշոտսկում ծնածածկույթը բացակայում էր և կար վտանգ, որ օդի ջերմաստիճանի նվազման դեպքում կարող է սրտահարվել աշնանացանը։ Բայց ունեցանք ձեռնառատ տեղումներ, այս պահին բոլոր լեռնային շրջաններում առկա է 20-ից 50 մետր սանտիմետր բարձրությամբ ձյան ծածկ և սրտահարության վտանգ չկա։